Դուք անհետ կորածների ծնողների հետ արդեն երկրորդ հանդիպումն է ազգային ժողովում տեղ ունեցել եւ այդ հանդիպման ավարտից հետո ծնողները դուրս են եկել եւ բավականին դժգոհություն են արտահայտել։ Առաջին դժգոհությունը օբյեկտիվ էր ըստ էության, որովհետեւ դուք նոր եք նշանակվել կոմիտեի նախագահ, երկրորդ անգամ հնչեցեցին այսպիսի կարծիք։ Փնթի ջուր ծեծոցի էր այնտեղ, ինչ կատարվում էր եւ երկրորդ անգամ կրկին պարոն Պողոսյան ծնողները հնչեցնում են ձեր անունը։ Ինչու են դժգոհ ձեր աշխատանքից։ Ժամանակ էր տվել, գրեթե 1.5 ամիս անցավ։ Իսկ ինչ էին նշում, որ իմ անունը Ասում էին, որ ըստ էության ԴՆԹ-ների հետ կապված այդ խնդիրները կան, ինչու չեն օրինակ հրավիրում Արսեն Թորոսյանին։ Չէ, ուզում եմ հասկանամ իմ անունը ինչի հետ էին կապում։ Ասում են, որ ըստ էության եկել էին, որ պետք է ասեին, ինչ են արել, ինչ չեն արել, փաստացի ոչինչ չի արվել, փնթի աշխատանք էր։ Այսինքն դուք այդ օրը ինչ հավաքվել էիք 1.5 ամսվա ընթացքում, որ ցույց տայիք, որ ինչ էիք արել, ծնողները դժգոհ գնացին։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես նշեմ, որ որևիցե կերպ, որևիցե անգամ չեմ փորձում ըստ էության արդարացնեմ որևիցե քննիչի գործողությունները, անգործությունը եւ այլն։ Բայց առաջինը արձանագրենք, որ իմ նշանակումից ի վեր եւ նաեւ մինչեւ իմ նշանակումը քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարված։ Քրեական վարույթը բաղկացած է հարյուրավոր հատորներից։ Այսօր առաջի հերթին պետք է արձանագրենք, որ բոլորս էլ գիտակցում ենք, որ անհայտ կորածների թվաքանակը կամ մինչև այդ այն անձինք, ովքեր որ համաձայնվել են տանեն իրենց երեխեքի մասունքները ուղարկավորեն, այս թիվը նվազել է, չէ՞, եւ նվազել են չի արդյունքում, նվազել է նրա արդյունքում, որ քննիչները աշխատանք են կատարել, փորձակնություններ են նշանակել, գենետիկական տարբեր փորձակնություններ են նշանակել, այսինքն այս առումով արձանագրենք, որ քննություն կատարվել է։ Հիմա երկրորդ հարցը այն է, թե որքանով է գոհացնում այս քննությունը դատավարության այս կամ այն մասնակցին, սա այլ հարց է։ Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց այնուամենայնիվ դարձյալ լինեն մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, ովքեր որ դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են։ Փորձել եք հասկանալ ինչ է։ Ես ավարտեմ Տիկին Մանուկյան։ Ես նշեմ, որ հարյուրավոր դարձյալ նշանակումից հետո այս վերջի 3 ամսվա ընթացքում, 4 ամսվա ընթացքում հարյուրավոր քննչական գործողություններ են կատարվել եւ դարձյալ այդ քննչական գործողությունների արդյունքում եղել են նաեւ անձինք, ովքեր որ համաձայնվել են եւ հուղարկավորել են իրենց երեխաներին, բայց նաեւ այս ուղղությամբ դեռևս ունենք բազմաթիվ փորձակնություններ, որոնք ըստ էության իր եզրակացությունները չենք ստացել։ Ինչ վերաբերվում է ծնողների այդ որ դուք նշեցիք որակումները, որ ըստ էության փնթի քննություն է կատարել, ես չգիտեմ, դա հավանաբար կապված էր մի գրության հետ, ես երևի այդ կինը ես տեսել եմ այդ հարցազրույցը։ Մանրամասնեք ինչ գրության մաս։ Մի հատ գրություն էր, որտեղ որ քննիչը թույլ էր տվել տեխնիկական վրիպակ, որոշումը կայացել էր, բայց գրության մեջ այլ անձի անունազգաններ գրել։ Իսկ երեխայի որովհետև չէ, ծանուցելուց, որ գրությունը ուղարկում է որոշումը համապատասխան գրությամբ, գրության մեջ մոռացել էր նախորդ գրության մեջ նույն այլ անձի տվյալներ էր նշել եւ էսի դարավ քննարկման առարկա, որ հնդի քննություն է կատարվել, այսինքն էսի համարեցին վերաբերմունք քննիչի կողմից։ Նշեմ, որ այդ առումով քննչական կոմիտեում ծառայական քննություն է նշանակված, բայց այդ անձը, ով որ այդ գրությունը ստացել էր, ինքը լիարժեք ստացավ իր պատասխանը եւ բավարարված է, ինքը համոզվեց, որ դա ըստ էության տեխնիկական վրիպակի արդյունք էր։ Եվ կներեք, եւ մի գրության հիման վրա մատնանշել եւ որակել քննությունը որպես փնթի, Տիկին Մանուկյան, կարծում եմ արդար չի։ 5 տարի է ծնողները սպասում են պարոն Պողոսյան։ 5 տարի մենք իրենց հետ փորձել ենք լրել մասնագիտական առումով, իրենք ինչ ասել են, մենք լրագրողներից որևէ ձայն չենք անի ասելով, որ իրենց որևէ բան պետք չի ասել, բայց փաստացի 5 տարի է ծնողները կոնկրետ պատասխանների են սպասում ու չունեն այդ կոնկրետ պատասխանները։ Ես նաև նշեմ, որ Տիկին Մանուկյան պաշտոնավարումից ի վեր, չգիտեմ տեղյակ եք թե չէ, ես գրեթե ամենօրյա ռեժիմով ընդունում եմ անհետ կորած իմ ծառայողների ծնողներին կապ չունի
ես նոր նշեցի նաև իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, աշխատաժամանակը, օրվա ժամի տևողությունը, ցանկացած պահի, երբ որ ծնողները գալիս են, ես անմիջապես ընդունում եմ, լսում եմ իրենց բարձրացված խնդիրների լուծման հետ կապված ըստ էության հենց տեղում լուծումներ եմ առաջարկում եւ մեր ամենօրյա շփումը կա, կարծում եմ շփման պակաս չունենք, հետեւաբար այս առումով մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի փորձենք բարձրացված խնդիրները լուծենք հավուր պատշաճ։